Հաջորդ օրինակը դուք հիշում եք, թե ես ինչքան պայքարեցի այն ծրագրի համար, որ մենք սահմանամերձ որոշակի շրջաններում հին եւ անարդյունավետ այգիները, ով որ տանտերը համաձայնա, հողամասերը համաձայնա, ամբողջը հողամասը մաքրում ենք, պետական միջոցներով, բանի սերտիֆիկացված տնկին տնկում ենք, կաթիլային ոռոգումը քաշում ենք, ջրի հավաքման համակարգ անում ենք, ծառերը տնկում ենք, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ես վերջերս իմացա, որ մի քանի այգիներ չորացել են։ Ինչ են չորացել։ Պարզվում է հողամասի տերը այդ վինտիլը բանը մի հատ փական կա, որ ամիսը 3 անգամ ուղղակի սենց մի հատ գործողություն պետք է աներ, էլի հասկանում եք, սենց մի հատ գործողություն է, սենց է փականը, պետք է գար սենց աներ։ Չի արել այդ գործողությունը։ Հասկանում եք, փական է, կաթիլային ոռոգման, մի հատ սենց է, պետք է գնար ամիսը 4 անգամ, պետք է աներ սենց։ Չի արել այդ գործողությունը։ Բացատ գնում ենք ասում ենք, բայց խի ասում են չի, ես պետք է անեի դա։ Ես իմանում եմ, զանգում են քաղաքապետարան, այս ամեն ինչից հետո, զանգում են քաղաքապետարան, ասում են, բայց այգին ով պետք է ջրի։ Բա խոտա աճե բան, բա ով պետք է անի այս գործը։ Ես չեմ հավատում, ասում եմ, ոնց կարա տենց բան լինի։ Ոնց կարա տենց բան լինի, բայց կա այդ բանը։ Մենք մեր իրականությանը միջև չառերեսվենք, միջև մեր բանի են հոտնկաս կենացների բարձրությունից չգանք, հողի վրա չկանգնենք, չշոշափենք այդ հողը, չի ստացվի ոչ մի բան։ Եվ ինչ եմ քննարկող հարցի համատեքստում ասում, որ պետական մարմինները, իրանց իմացության մակարդակը, սա այն հատվածից է, որ ասում եմ ժողովուրդ ջան, մենք կաբինետներում միշտ չի եւ այնքան էլ շատ տեղեկություն չենք ստանում մեր իրականության մասին։ Մեր իրականությունը պետք է ճանաչենք, մենք ի վիճակի պետք է լինենք այդ իրականությունը վերլուծել եւ այդ իրականությունից բխող գործողություններ անել, եւ այս որոշումը նրա մասին է, որ մենք միջև հիմա 2017-ի համեմատ աշխատում ենք 4 անգամ ավել, սրանից հետո 2017-ի համեմատ պետք է աշխատենք 8 անգամ ավել։ Որպեսզի մենք այս խնդիրները կարողանանք, որովհետև ես չգիտեմ, ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ այդ ծրագրի հեղինակն է, որը ինչը այն չեմ արել, որ քաղաքացին այս գործողությունը անի։ Հասկանում եք, բառից բունի չեմ չափազանցնում։ Պետք է ամիս 4 անգամ այս գործողությունը աներ։ Այսինքն հետո էլ փակեր, որ ջուրը բան, մենակ չբացեր էլի, 2 գործողություն, 1, 2։ Ինչն են չեն կարել, մի հատ բացատրեք, խնդրում եմ, ինչն են չեմ արել ես, որ քաղաքացին այս գործողությունը չի արել, ես չեմ կարող հասկանամ դա։ Կարող եմ մենք էլ ինչ-որ բան այն չեն կարել։ Գուցե պետք է նախապես բայց հիմա էլի մենք մեր սխալների կամ տեղի ունեցածի վրա պետք է սովորենք։ Պետք է զանգենք, հիշացնենք կամ գուցե կրթական ակնհայտ է, որ մենք պետքա ինչ-որ տրեյնինգի ծրագիր պետքա անենք։ Որտեւ երբ որ ասում են կաթիլային ոռոգում, դա չի կարող է մարդիկ ընկալել են, թե դա լրիվ ինքնաշխատ համակարգ է կամ չգիտեմ ինչ։ Բայց ես նկատի ունեմ, մենք սենց խնդիրներ, բայց ես սա չեմ, ելի եմ ասում, ես սա չեմ ասում որպես մեղադրանք, որովհետեւ մեղադրանքը անիմաստ է։ Ուրեմն մեզնից սկսած պետքա մեղադրենք, որ լավ բավարար չափով չենք աշխատել այդ ծրագրի վրա, բայց մյուս կողմն էլ կա, որ ես ասում եմ, միջև բարեփոխում իր խնդրին չանի, որն է այն think tank-ը համաշխարհային, որ մեզ խորհրդատվություն տալիս, պետք է առանձին մեր ասես գիտեք ինչ հատուկ բան է պետք, որ այս գործողությունը տեղի ունենա։ Չկա տենց բան, բայց այս մեր իրականությունն է։ Այս մեր իրականությունն է եւ ես որևէ անիմաստ է մեզ էլ ինքնախարազանում էլ չանենք, ուրիշին էլ չմեղադրենք, մենք պետք է աշխատենք։ Որպեսզի աշխատենք, պետք է պետական մարմինների պրոֆեսիոնալիզմը, հասանելիությունը, իմացությունը, էներգիան պետք է ավելանա եւ գրավչությունը պետական մարմիններում աշխատելու եւ այո, սա մի հարց է, որը մենք այսօր լուծում ենք,
ոչ միայն այսօր պետական մարմիններում աշխատողների համար, այլև ընդհանրապես ինստիտուցիոնալ խնդիրը, որը լուծում ենք։ Սոցիալական հարցերի առումով էլի մենք պետք է արձանագրենք, որ մեր սոցիալական քաղաքականությունները սոցիալական ոլորտի այն բանաձևերը, որով մենք միջև այսօր աշխատել ենք, բոլորը մեծ մասը սպառել են իրենց։ Մենք լրիվ նոր բանաձևերով պետք է աշխատենք։ Ես օրինակ երեք ազգային ժողովում էլ ասեցի, որ հիմա օրինակ երկրում կենսաթոշակառուների թիվը օրինակ ինչա դժվար թոշակը բարձրացնել հարգելի գործընկերներ։ Մի պատճառը, որովհետև կենսաթոշակառուների թիվը շատ մեծ է, 660,000 մարդ։ Այսինքն 1000 դրամով թոշակ ավելացնելու համար մենք պետքա տասնյակ միլիարդների ծախս է դա ենթարկում պերմանենտ անընդհատ, որը փաստացի հետ շրջելի չի եւ ընդհատելի չի։ Եվ մեր խնդիրը նաև էս է, եւ նաև մեր խնդիրը քաղաքական առումով նա է, որ մենք մեր տնտեսական զարգացման, մեր պետական շահի տնտեսական զարգացման շուրջ մեր ռեսուրսի մաքսիմալը օգտագործենք։ Եվ այս համատեքստում ես էլի կարևոր եմ համարում արձանագրել, որ ես առաջարկում եմ եւ խոսել ենք նաև դրա մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ, որ մենք որդեգրենք այն կոնցեպտը, որ 63-ը ոչ միայն կենսաթոշակի, այլև փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, ասեցի արդեն ինչի, որովհետև կարծում եմ նախ 21-րդ դարում 63 տարեկան 65 կամ 70-75 տարեկանը ինքը լրիվ ուրիշ կատեգորիա է, այսինքն դա մարդու համար շատ լավ, շատ ծաղկուն, եթե մարդը առողջ է, էլ եմ ասում, եթե մարդը առողջ չի, 29 տարեկանն էլ է պրոբլեմ։ Ես շարքումներ լսեցի, թե սա կենսաթոշակային տարիքի փոփոխության եւ այլնի նախապատրաստում թեմաները, որը բացարձակապես կապ չունի մեկը մյուսի հետ։ Ընդհակառակը մենք ժողովրդագրության ռազմավարությունն ենք ընդունել, որտեղ կենսաթոշակառուների տնտեսական ակտիվացումը կարմիր թելի նման անցնում է եւ ընդ որում կենսաթոշակային տարիքի մարդկանց կյանքը առավել ակտիվ, առավել բովանդակային դարձնելու մասին է այս ամեն ինչը եւ այս ամեն ինչը էլի մենք որ խոսենք մեր ռազմավարությունները մենք մյուս տարի հույս ունեմ կառավարության առաջին նիստում կընդունենք մեր տնտեսական քաղաքականության նոր տնտեսական զարգացման նոր դոկտրինը եւ այլն եւ այդպես շարունակ մեր աշխատանքը մեր օրակարգը ծավալվում է մեծանում է եւ պետական կառավարման համակարգը պետքա պատրաստ լինի սպասարկել այդ ահռելի օրակարգը եւ ես այդ է պատճառը որ ընդունվող որոշումը տեղավորում եմ հենց մեր նշած ռազմավարությունների արդյունավետ իրագործման համատեքստում